Լուսեր առավոտից։ Ուղիղ 9:30 մայիսի 1-յան ջերմ բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք բոլորիդ, այսօր թեպետ աշխատանքային շաբաթվա մեջ տեղում ենք գտնվում, բայց օրը աշխատանքային չէ, տոնական է։ Սիրով ողջունում ենք բոլորին եւ իհարկե սկսում ենք Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Միացեք մեզ նաեւ մեր Facebook-յան էջի միջոցով, միացեք մեր լայվին։ Այո, միացեք մեզ, որովհետև այսօր շատ ինտերակտիվ է լինելու մեր եթերը, մենք որոշել ենք այսօր թեթև մի փոքր փոփոխություն կատարել եւ ավելի շատ ինտերակտիվ դարձնել, իսկ ինտերակտիվի պարագայում իհարկե ձեր ներգրավվածությունն առաջնային է։ Ասենք որ մենք այսօր շատ ենք շփվելու իրար հետ եւ այդ հարցում մեզ օգնության է գալու հեռախոսահամարը։ Ոչ միայն հեռախոսահամարը, այլև դուք կարող եք նաեւ մեր հարցերի պատասխանները գրել թեմային վերաբերող, եթե հարց տանք ընդհանուր Facebook-յան հարթակի միջոցով մուտք եք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ բնականաբար կոմենտներ եք գրում լայվի տակ։ Միացեք մեզ, մենք սկսում ենք լավ տրամադրություն բոլորին։ Դուն ես անցյալ քաղաքին դարավոր անցյալ Դու եղար հայոց ամրոց բերդ մայր քաղաք դարձար Պատմության դաժան հողմի մեջ շատ ծավեր տեսար Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ այս պարքին հազար Դու մեզ համար նոր աշունչանի ուվան ուս և հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Դուն ես ներկա քաղաքին լուսավոր ներկա Մեր հայոց պայծառ մտքիցով և վարքի վկա Վեհապանց ես և գեղեցիկ հրաշքներով լի Որ մասիս անգամ ասես քո շենքերից լինի Դու մեզ համար նոր աշունչանի ուվան Հույս և հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան Էй ջան Երևան մեր մայր օրորան Հեյ ջան դու իմ Երևան Երևանում տոն է թող բոլորը կան Օդը հրաշալի է ջուրան մահական Նամի Բուրաստան է վեհություն աթափ Մեր մասիսների սուրբ առհայացվի տակ Հեյ ջան Երևան մեր մայր օրորան Հեյ ջան դու իմ Երևան Հեյ ջան դու իմ Երևան Դու ինձ համար սիրո աղբյուր Ես քեզ համար գուցե ոչինչ Դու ինձ համար երազմաքուր Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես կյանքի շքնախ երազ Արեգակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Կյանքում դու միշտ ուրախ մնար Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ Ամբողջ մի կյանք սիրով կտամ Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես կյանքի շքնաղ երազ Արեգակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս
Կարծում եմ մեզ էլ պետք է հերվից նայել ու լսել, բայց մենք չենք այրի։ Մենք հակառակը լավ տրամադրություն կպարգևենք բոլորին։ Այո, սիրելի ռադիո լսողներ, հաշվի առնելով նաև, որ այսօր օրը տոնական է եւ Հայաստանում նշում են աշխատավորների օրը։ Տարբեր երկրներում տարբեր ձևակերպումներ կան, բայց մենք դրանց անպայման կանդրադառնանք, որևէ մայիսի 1 քեզ համար առանձնացել է եւ նշանավորվել է Տիգրան։ Ես երբ գալիս էի աշխատանքի, ուզում էի հիշել այն մայիսի 1-երը, երբ Մոնտանյո Քանդերց շատ տարիներ առաջ գնում էինք քաղաքից, հրապարակ։ Այսպիսի երգեր հնչում։ Լավ է Տիգրան։ Հրապարակ են մտնում սերն ու սուրճը։ Սուրճն ու սերը։ Շտաբերություն։ Այո, հրապարակն է ծափահարություններ սիրելի ռադիո։ Հրապարակ են մտնում հանրային ռադիոյի ունկնդիրները։ Այո, այստեղ ծափեր հատուկ ձեզ համար սիրելի ռադիո։ Ահա, ինչեր ասես, որ չենք անի հիշում եմ կարմիր այդ լոզունգները։ Ահա, հետո։ Հիշում եմ փուչիկները, որ շատ են հրապարակում։ Հիշում եմ Լենինի պատվանդանը։ Հա, այդպես մարմար է, բոլորը կանգնած եւ պարտադիր բոլորի հագուստներին կար այդ ամրացված կարմիր ժապավեն։ Ժապավենչիկը։ Այո։ Չայլոց ես դու հիշում ես։ Այո, ես ունեմ առանձնահատուկ 1 մայիսի 1։ Տակավին երիտասարդ էի աշխատում էի եւ հերոստանգերությունում էի աշխատում եւ որպես տարվա լավագույն աշխատող մայիս 1-յան տոնակատարության ժամանակ ես պարգևատրվեցի։ Ինչ է ստացել։ Այն ժամանակ դե շատ նորաձև էին նվագարկիչները, ընդհանուր CD եւ այլն ամբողջական, հա, ո՞ց էին դրանց ասում։ Մագնիտոլա։ Չէ, որ ամեն ինչ կար։ Ռադիո, երաժշտական կենտրոն։ Կենտրոն, այո, մուզիկալնի ցենտր։ Այո, ես դա եմ ստացել եւ հաճել էր իհարկե, բայց զարմացա, երբ կարդացի իմ պատվոգրի վրա, որ ոչ թե տարվա լավագույն աշխատող եմ ճանաչվել, ի վերջո հերոստանգերությունը ստեղծագործական հիմնարկ է, այլ ես տարվա լավագույն աշխատավոր էի ճանաչվել, բայց ինչևէ, դրանից ման չի փոխվում, ես ուրախ եմ եւ հաճելի է, երբ գնահատված ես լինում։ Իրականում նույնիսկ եթե աշխատողը փոքրիկ ձեռքբերում է ունենում, պետք է նրան ոգևորել, ոգեշնչել, որպեսզի նա շարունակի աշխատել եւ ունեցել եմ իմ կյանքում ղեկավարներ, որ ասել են, հա, ինչպես ասում, շատ լավ, ինչ է արել քեզ համար, ասում եմ, չի խանգարել։ Դա արդեն մեծ բան է, այո, ինչի մասն է։ Իսկ մեզ այսօր ոգևորում են մեր ունկնդիրները։ Զանգարեք մեզ 553702 եւ փորձենք հասկանալ այ աշխատավոր մարդը, աշխատող մարդը, երբևէ կբողոքի ասեի աշխատանք չկա։ Այս արտահայտությունը շատ ակտուալ է վերջին տարիներին Հայաստանում, ասում են գործ չկա, աշխատանք չկա։ Ասում են գործատուն ասում է գործ կա, աշխատող չկա, աշխատողն էլ ասում է աշխատող կա, գործ չկա, ու այստեղ միշտ այսպես դիսբալանս է տեղի ունենում։ Նաև ասում են աշխատավոր մարդը միշտ էլ կգտնի իր աշխատանքը։ Երբեք չի բողոքի։ Տաշած քարը գետնին չի մնում, սա էլ է շատ կարևոր արտահայտություն։ Ես կարծում եմ, որ եթե մարդը փնտրտուքի մեջ եւ իրոք ուզում է գտնել աշխատանք, բայց ինչ որ ժամանակ չի ստացվում, ուրեմն դեռ ժամանակը չի եկել։ Ուրեմն նա պետք է մարդը, չէ՞։ Թող շարունակի փնտրել եւ չդադարի։ Իհարկե, ինչ մասն է խոսքը։ Դե ինչ, մայիս 1-յան բարի լույս բոլորին, միացեք մեզ, սա հանրային ռադիոն է, մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ այնտեղ ձեզ համար։
առավոտից։ Մենք շարունակում ենք իհարկե 9:42 րոպե, դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը։ Եվ ողջունում ենք բոլորիդ սիրելի ռադիոլսողներ ու բնականաբար, քանի որ ասել ենք, որ շատ ինտերակտիվ է լինելու, շարունակում ենք եւ այս պահին ինչ ունենք, զանգ ունենք, ողջունում ենք մեր ռադիոլսողին ու ասում ենք բարի լույս։ Տիգրան ջան, Տիներ ջան, տոնական բարի լույս, ողջույն։ Ողջույն։ Եթերում հայտնվում է մեր ունկնդիրը, ուռա։ Ուռա։ Այո, շնորհավոր, բարի մայիսի 1, ուրախ մայիսի 1, նպատակների իրականացման մայիսի 1, առողջ լինեք, լավ լինեք, բոլորիցս անպակաս լինեք։ Հրաշալի ամիս է մայիս, ամբողջ բնությունը արթնանում է։ Մեր հրաշքերը վիճակ։ Խոտերը աճում են, անուշ խոտի բույրը, հրաշալի ամիս է մայիսը։ Այո, միանշանակ ճիշտ եք եւ կարծում եմ մայիսային ժամանակահատվածն է, որտեղ արևը չի հասցնում խամրացնել են գեղեցիկ բնության կանաչը։ Միանշանակ։ Այո, Քանի որ, շնորհակալ չէ, մի րոպե, մեր հարցին պատասխանեք, խնդրում ենք աշխատավոր մարդը ի վերջո բողոքում է, ասում է, այ գործ չկա։ Ես էլ դրան էլ պատրաստում էի պատասխանել Տիգրան ջան, աշխատող մարդը չի բողոքի, որ գործ չկա։ Բողոքում է այն մարդը, ով առանց վարորդական իրավունքի դիվանի է քշում։ Ահա, ապաստորեն բազմոց վարելն էլ պետք է ունենաս վարորդական իրավունք։ Ճիշտ է, շատ լավ գաղափար էր։ Շնորհակալ ենք։ Ողջունում ենք ձեր մտքերը։ Հետաքրքիր պատասխանի համար։ Շնորհակալություն։ Օնլայն հարթակում ռադիոլսողներն են գրում, Արտակ Մխիթարյան ջերմ ողջույններ, Արմինե Հովսեփյանը, խնդրում եմ ֆոնը նորից տուր, որովհետև խրոխտ ձայնով պիտի ընթերցեմ։ Դե տեսնեմ։ Եթեր են մտնում անմնացորդ աշխատանքի նվիրված հավերժ երիտասարդ տրամադրություն ապահովող ամենահաղորդավարները, ուռա ընկերներ, ուռա։ Ուռա ընկերներ, կեցե մայիսի 1-ը։ Շնորհակալություն։ Հեդիկ Բաբուջյանն է ջերմ ողջույններ ուղարկում եւ ասում տոնական բոլորիս սիրեմ գ։ Մենք էլ սիրենք գ։ Եվ այսպես աշխատանքի տոն, աշխատանքի օր, գարնան եւ աշխատանքի տոն կամ աշխատավորների եւ համերաշխության միջազգային օր։ Կեցե մայիսի 1-ը։ Կեցե, եւ կարծում եմ, որ աշխատանքը դա այն ժամանակահատվածն է եւ այն իրավիճակն է, որ պիտի սիրես ու երջանիկ լինես։ Մենք զանգ ունենք։ Այո, ունենք զանգ, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս, ներկայացեք։ Մանուշա Կուսյան, Հաճելի է շատ։ նմանապես, ուրեմն ես եթերում եմ արդեն։ Այո, դուք Մենք խոսում լսում եք ենք ձեզ շատ Տիգրանի եւ ուշադիր։ Լուսինեի հետ։ Ուրեմն ձեզ բարի մարդկանց բարի լույսն այնքան բարի է, այնքան լավն եք, այնքան դրական եք, որ Շնորհակալություն։ ինձ հիմա այնքան էներգիա եք տվել, որ ես այնքան շոկ աջերմություն, բայց ես աշխատում եմ։ Ինչ հաճելի Որտեղ է։ եք աշխատում։ Չեմ զգում, որ ինչպես եմ աշխատում։ Ներեցեք, դուք այսօր աշխատանքի եք։ Աշխատանքից եմ, աշխատում եմ իմ հողում։ Հա, ինչ լավ գործ եք անում։ Ձեր նյարդերը հաստատ խաղաղ են։ Դուք ինչ էներգիա եք փոխանցում մեզ, ինչպիսի, չգիտեմ, էլ բառեր չեմ գտնում ասել։ Դե գոնե ասեք որտեղից եք մեզ միացել, Երևանից թե։ Մենք միացել ենք Արմավիրի մարզի Մետամոր գյուղից։ Ջան, միջալից ձեզ մոտ մենք ունենք իմ ամուսնու եղբոր տղան Սարգիսը։ Ասածյան։ Այո, իմ ուսանողն է, այո, Սարգիսը իմ ուսանողն է։ Ձեզնով եւ առաջընթացը նրա մենք տեսնում ենք ոչ թե օրորի արդեն ժամ-ժամի։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Ահա։ Որտեղից որտեղ, տեսնում ես։ Բայց տեսնում ես, ասա հաճելի է, երբ աշխատանքը դա այսպես գնահատվում է։ Շատ հաճելի է։ Բայց արի հասկանանք, ինչ պատմություն է առասարակ մայիսի 1-ը։ Ասում են մայիսի 1-ին իր ժամանակակից ձևով, հա, այսպես առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8 ժամյա աշխատանքային օրվա անցումն է։ Տոնի հիմքում միտինգներն են եւ բողոքները։ Դու տես 1856-ին 8 ժամյա աշխատանքային օրվա պահանջով ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել ասովքեր Ավստրալիայի աշխատավորները։ Ինչու Ավստրալիա։ Որովհետև այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա։ Այսինքն Ավստրալիայից է եկել։ Ինչ եղել է Ավստրալիայից է եկել։ Մեզ մենք չէ գրողներ Ավստրալիայից ունենք ռադիոլսողներ գրում են։ Այո, մեզ գրում են։ Դե գրեք, պաստորեն դուք եք մեղավորը։ Այո, այստեղ մեղավորությունը գալիս է։ Այսօր շատ ակտիվ են մեր ռադիոլսողները, ասում ենք բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Արտաշենցի ձեր մշտական։ Մամիկոն, Արտաշենցի մամիկոնը, մենք ձեզ սպասում ենք։ Այո, ես ձայնի չէ, ձեզ ինտերնետին եմ միջախեմ կարոտել։ Մենք է ձեզ ենք կարոտել շատ։
Մամիկոն աշխատավոր մարդը բողոքում է թե ոչ, ասում է աշխատանք չկա։ Երբեք այդպիսի մարդ պիտի չգիտեմ շնչել իրավունք չպիտի ունենա։ Եկեք շնչենք, Բա էլի։ ինչու են բոլորն ասում գործ չկա, դրա համար էլ չենք աշխատում։ Ինչու են այդպես ասում։ Գործը միշտ կա, աշխատող մարդը, բայց միշտ գործը ճարվում է։ Այ, կեցեք։ Այո։ Իրենացին չափով։ Ահա։ Ահա։ Շնորհակալ Կեցեք։ Մասնավորական օրը։ Անկարծ է որ բոլորին առողջ լինեն, որ կարողանան աշխատեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եք, լինեն առողջ եւ գնահատվեն նաեւ իրենց աշխատանքով։ Հա, շնորհակալություն։ Լավ օր ձեզ, լավ օր, շնորհավորում եք։ Այսպեսի Ուռա բարեկամներ։ Ուռա բարեկամներ։ Մենք հասկացանք, թե որտեղից է եկել տոնը, փաստորեն Ավստրալիայից բողոքի է հիմքը եկել։ բողոքն է կրկին։ Փաստորեն ոչ միշտ է, որ բողոքը լավ արդյունք չի տալիս։ Մենք բազմաթիվ տոներ գիտենք, որոնց հիմքում հենց բողոքն է, հա, ընդվզումն է, այսպես ասած, բայց եկեք չբողոքենք, ուղղակի փորձենք հասկանալ։ Նաև ասենք, որ տարբեր երկրներում այսօր տարբեր կերպ են նշում, օրինակ Ռուսաստանում եւ Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես գարնան եւ աշխատանքի տոն։ Մեզ մոտ գիտենք աշխատավորների միջազգային օր, Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը։ Մյուս օրերը միասնական չեն։ Չգիտեմ։ Իսկ Ուկրաինայում, Բելարուսում, Վրղստանում, Չինաստանում, Պակիստանում, նաև Շրի Լանկայում, այ այդ խաթերը քեզ դուր եկավ, չէ՞։ Շատ իհարկե։ Տոնվում է աշխատանքի օր։ Այս շրի լանկացի ընկերներին ողջունեցի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնանուն տոնը աշխատանքի օրը նշվում է սեպտեմբերի առաջին երկու շաբթի, իրենք մայիսի 1-ին չեն Իրենք նշում։ այ տեղափոխվենք Ճապոնիա, որովհետև Ճապոնիայի հետ կապված հետաքրքիր փաստ ունեմ։ Ճապոնիայում աշխատանքի եւ գոհաբանության օրը տոնվում է նոյեմբերի 23-ին։ Ընդամենը այսօր չի փաստ ունեն այնտեղ։ Նույն նահանգներում աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882-ի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկու շաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց։ Նաև հավելենք, որ աշխատանքին եւ աշխատավորներին նվիրված օրեր կամ աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ այսպես բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին։ Այսինքն տարբեր երկրներում տարբեր երկրներ կախված թե այդ երկրում բողոքը երբ է տեղի ունեցել, այսպես կարող ենք չէ ասել։ Ահա, այստեղ իմիջիալոց ես փորձեցի հասկանալ, թե որ երկրներում են ամենաշատն աշխատում։ Եվ Ահա, հետո փորձենք հասկանալ, որ երկրներում ամենակիչը աշխատում։ Այստեղ Մեքսիկան է առանձնացված, որովհետև մեքսիկացի աշխատողներն ունեն աշխարհում ամենաերկար աշխատաժամերը, պատկերացնում ես, տարեկան միջինը մոտ 2100-ից 2250 ժամ։ Չէ, օրական եմ ուզում հասկանալ, օրական չկա գրված, պիտի բաժանենք հասկանանք։ Շատերն աշխատում են մի քանի աշխատանքով եւ բավականին ցածր վարձատրությամբ։ Կորեայի Հանրապետությունն է, այսպես Հարավային Կորեայի մասին է խոսքը, թե վերջին տարիներին կառավարությունը փորձում է կրճատել աշխատաժամերը, բայց հարավկորեացիները շարունակում են աշխատել շատ երկար, խիստ պատասխանատվություն կա աշխատանքի նկատմամբ այդ երկրում։ Կոստարիկան էլ է առանձնացված այդ առումով եւ իհարկե կզարմանայի, եթե Ճապոնիան ներառված չլիներ, որովհետեւ մենք գիտենք, որ Ճապոնիայում մարդիկ նույնիսկ մոռանում են աշխատանքից տուն գնալու մասին եւ նաեւ մահվան դեպքեր են տեղի ունենում այդտեղ հաճախ բավականին շատ աշխատելու հետևանքով։ Էլի կան, բայց մինչ այդ երաժշտություն, որից հետո շարունակելու ենք մայիսի 1-յան մեր ուղիղ եթերը։ Երանի վերևի սունգար Արևը ամպերից տունգար Մաքրեր քաղաքնին նոր սերգար Երանի սարերից հով կար ու անուշ կամու հետ զով գար Սեր ապրեր քաղաքն ու ին տունը նոր գարուն գար Երևան վեր Ամենոր բոլորին դու բերսեր Լծրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամենուր ամենին դու դուրսեր Լծրու քո բակերը երկու խաղով
կանչիչո Երանի խաղաղություն գար Հայ ծաղկել փոչ տար Ու ապրել քաղաքնին նոր սիրո կանչո Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն օր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Սուրճ ուսեր առավոտից 9:56 րոպե մայիսի 1-յան ողջույն Արմինե Գևորգյանին Բարի լույս ինչ եք դրել հրապարակ է մտնում Արմինե Գևորգյանը ուրա այո Ինչու փուչիկներ չբերեցինք մեզ հետ Այդ դա դու պիտի Այ ես մտածես պետք է մտածեի Դա քո բաց թողումն է ինչ խոսք փուչիկներ Բայց հիմա գիտես այ կարող էին նայել կադրում ուրիշ ակցիայի հետ շփոթել Հա պետք չի չէ փուչիկները Ես նկատեցի որ մենք ստուդիայում փուչիկներ ունենք եթե Արմինեն ցույց տա իր հեռախոսի ետնամասը ապա կտեսնենք բազված Էս ես եմ Այդ դու ես Արմինե ասա խնդրեմ որպես աշխատավոր հիշում ես դու քո առաջին աշխատավարձը Ոայ իհարկե առաջին աշխատավարձս
2000 թվականից եմ սկսել աշխատել Էջմիածին հեռուստաընկերությունում, Տակավին երիտասարդ օրիորդը 3000 դրամ ամսական աշխատավարձես։ Իրոք այդ ժամանակ ասենք 3000 դրամ կարող է իրանել, ինչ կարող է իրանել։ Չէ, 3000 դրամը գրանցված աշխատող որպես այդպեսին դա է եղել, բայց որպես եթե նայեմ աշխատավարձ, հա, ես քանի որ դպրոցում շատ լավ էի սովորում մաթեմատիկա եւ հայոց լեզու, մեր հարևանի երեխաների հետ էի պարապում, ամսական, այո, 1000 դրամ աշխատավարձ։ Ժողովրդական Լևի գործեր։ Լևի գործ, հա, վերջի զանգի սցենար էի գրում։ Ինչքանով էր գրում։ Արջևում վերջի զանգն ա, մեկ էլ հիմա այլևս չեմ գրում ճիշտն ասած, հա, որտեվ ես ուզում եմ գործ մեծացել են, չէ, չեմ մեծացել, պատվերներն են քչացել։ Լսին, արագ ասա, տեսնեմ քո առաջին աշխատավարձը։ Ես օլիգարխ եմ եղել, որովհետև իմ առաջին աշխատավարձը ստացել եմ Ռուսաստանից, հայ-ռուսական համատեղ մեծ ներկայացում էր նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին եւ ստացվում էր, որ հիմնական մեր ղեկավարությունը Ռուսաստանից էր։ Դրա համար էլ բարձր է ստացել Հայաստանում այդ թվերին այդ աշխատավարձը չկար։ 1994 թվականն էր ֆիքս ենք, հա, այդ ժամանակահատվածում գնային քաղաքականությունը եւ ես ստացել եմ $300 աշխատավարձ։ Էլ չասեմ բազմաթիվ շրջագայությունները, դե գիտես այնքան ծակեր կար, փակեցի, հələ մի բան էլ պարտք մնացի։ Պաստորին ես եմ ձեր մեջներ օլիգարխը, որովհետև 1989-ին, երբ ես պատրաստում էի մեկ հաղորդում, ընդ որում դեռ հաստիկով չի աշխատում ռադիոյում, մեկ 30 րոպեանոց հաղորդման համար այն ժամանակ ռուբլի էր դեռ։ Ես ստացել եմ 42 ռուբլի։ Համեմատություն անենք։ Ասեմ, այդ ժամանակ Երևան-Մոսկվա չվերթը տոմսը արժեր 16 ռուբլի։ Լավ էլ օլիգարխ։ Լավ, այո, լավ բավական։ Որ ոչ թե ամսվա, այլ մեկ հաղորդման համար։ Բայց մայիսի 1-ը ինձ մոտ նաև ասոցիացվում է ոչ միայն այդ աշխատավարձի, հա, չափի քանակի, այլ Պարադի, հա, շքերթի։ Հիմա այդ շքերթի ռեսուրսն է գնում։ Շքերթից ես հիշում եմ, որ ծնողներիս հետ գնում էի եւ մայրս պարտադիր շատ լավ ձեռք ուներ, կարում էր եւ հիշում եմ մեծ բանտիկները այսպես, սպիտակ կարճում կայով։ Հա, միշտ։ Արմեն, ուզում ես լուրերը կարդալ քայլերքի տակ։ Ոնց դες հարմար է։ Ես կարող եմ ամեն ձև էլ կարդալ լուրերը։ Ուղղակի կարող է փոխեն, ալիքը զարմանան։ Բայց չէ, քեզ բարի եթեր։ Ավանդական տարբերակով ու կնդրենք ռադիո լուրի թողարկումը ժամը 10-ի։ Շարունակենք մեր ուրախ եթերը։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առթիվ քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում եւ աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնել, նշել է Փաշինյանը, հավելելով մեջբերում եմ։ Աշխատանքն իհարկե անհատի եւ հանրության կյանք ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում են միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, ու թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով եւ լավ ենք ապրում մեր իմացածի չափով եւ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի, կրթության եւ աշխատանքի ամենասերտ եւ փոխկապակցման միջոցով։ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել։ Կուսակցությունը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած վերջին
քաղաքական զարգացումները, այդ թվում Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրենքի ընդունումը։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Միրամ Լեքսմանը ելույթում նշել է, որ բանաձևով ԵԺԿ-ն ցանկանում է աջակցել Հայաստանին Եվրոպական միության ուղղությամբ նախաձեռնություններն առաջ մղելու հարցում։ Մեկ այլ падգամավոր Ռասա Յունկևիչյան նշել է, որ դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է գտնել իր ուղին դեպի Եվրոպա։ Մեջբերում եմ, որոշ ուժեր մանիպուլացնում են այն նարատիվը, թե Եվրոպայում ոչ ոք հայերին չի սպասում։ Նրանք ասում են, որ օրենքի քննարկումից հետո Եվրամիությունից աջակցության ուղերձ չի եղել։ Մենք ԵԺԿ-ն ասում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը Եվրոպա է եւ մենք կարիք ունենք վրացիների եւ Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների հետ միասին։ Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ճանաչած Եվրոպայի ամենահին պետությունը Հայաստանը վերադառնում է իր արմատներին, ցեղասպանություն վերապրած իր տարածքի եւ ժողովրդի մեծ մասը կորցրած այս ազգը ցանկանում է խաղաղ ապրել ու հայտարարում է Եվրոպան իր տունն է։ Եվրամիությունը պետք է ընդունենք հայ ժողովրդի մեկնած ձեռքը եւ համագործակցության ամուր կամուրջներ կառուցենք։ Մեջբերման ավարտը։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման եւ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղված հարցերը քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տրյուկեի հետ, տեղեկությունն հայտնում են արտգործնախարարությունից։ Պաշտոնյաների հանդիպումը կայացել է Ժնևում ՄԱԿ-ի համընդհանուր բարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկման շրջանակում։ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարեւորությունը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն է հայտարարություն տարածել, ըստ որի խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը։ Նշվում է, որ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնք համապարփակ լուծումներ կառաջարկվեն Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության եւ հրատապ խնդիրների կարգավորման համար։ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներն հավաստիացրել են հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային եւ զբաղվածության ծրագրեր լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների։ Այժմ անցնենք միջազգային լրահոսին։ ԱՄՆ-ն չի հրաժարվում Ուկրաինայում հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը եւ նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից արդեն այս շաբաթ։ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն առաջիկա 24 ժամվա ընթացքում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նա նշել է, որ համաձայնագիրը վերջնականացման փուլում է։ Շմիհալը նշել է նաև, որ ԱՄՆ-ի ռազմական նորոգնությունն Ուկրաինային համարվելու է Վաշինգտոնի ներդրումը համեմատել ներդրումային հիմնադրամում։ Եվ հայտնի երգիչների Երևանյան համերգների տոմսերը վաճառող կեղծ կայքեր են ի հայտ եկել, որոնք տոմս են վաճառում բազմապատիկ թանկ, այն դեպքում, երբ պաշտոնական վաճառքը դեռ չի մեկնարկել։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է զգուշացնում եւ հորդորում տոմսեր գնել բացառապես վստահելի հարթակներից, որոնք կամ AM տիրույթում են, կամ աստղերի պաշտոնական կայքեջում։ Եվ վերջում 3 մարզահամերգային համալիրում անցկացվեց Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների, ոլորտի ներկայացուցիչների։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մրցանակներ հանձնեց 17 անվանակարգում ներկայացված արտիստների ու նախագծերի։ Լավագույն երգիչ անվանակարգում մրցանակը տրվեց Էրիկ Կարապետյանին, լավագույն երգչուհի ճանաչվեց Սոնա Ռուբինյանը, լավագույն երգ համարվեց Արամ Էմպետրի Երևի ստեղծագործությունը, երգը հաղթեց նաև լավագույն տեսահոլովակ անվանակարգում, լավագույն կոմպոզիտոր ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը։ Հատուկ մրցանակ տրվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին։ Իսկ մրցանակաբաշխության մասին առավել ընդգրկուն արդեն կներկայացնենք մեր հետագա թողարկումների ընթացքում։ Այսքանն էինք առանձնացրել եթերաժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը հանրային ռադիոյի եթերում, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:11 ոչ ավել ոչ պակաս դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը։ Եվ սուրճ ու սեր հաղորդաշարն է առավոտից սուրճը ձեզնից, սերը մեզնից, սիրելի ռադիոլսողներ, ուզում եմ շատ արագ ընթերցել մեր ռադիոլսողների գրառումները, որովհետև արդեն տևական ժամանակ է տակ-տակ գրառումները հասել են ու արդեն սարճում են։ Եվ այսպես եթեր են մտնում ռադիոլսողների գրառումները։ Այո, Հովանես Կոնդյան ջեր ողջույններ ասում է բարի լույս մեր աշխատավոր հայ ազգին։ Արման Սարգսյանն ասում է մարդը պիտի բավականություն ստանա իր աշխատանքից, սիրով ու հոգատարությամբ անի իր աշխատանքը, պատասխանատվությամբ մոտենա, որպեսզի ստացվող արդյունքը հիանալի լինի։ Դրանից է կախված նաև պետության ու տնտեսության հզորությունը, բայց դրա համար անհրաժեշտ է նաև գործատու ու աշխատող
առողջ հարաբերություններ։ Լիովին համամիտ ենք ձեզ հետ։ Շարունակում ենք։ Հրապարակ է մտնում Մարդո Մարդոյանը եւ ասում բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, շնորհավոր բոլոր աշխատող ձեռքերի տոնը, ձեր հարցին պատասխանեմ, ոչ թե բողոքել, որ աշխատանք չկա, այլ գնահատել աշխատողի մի քիչ բարձր աշխատավարձով, գնահատել աշխատողի արժանինքները։ Եվ հավելում է, որ այսօր աշխատող ոչ միայն գնահատվում է, այլ գործատուները օտար երկրներից բերում են էժան աշխատավարձով աշխատուժ։ Կներեք, բայց դրանում մեղադրել պետք չի, որովհետև Մերոնք չեն ուզում։ Դուք կանոն եք դնում այդ աշխատանքներին, իսկ այդ մարդիկ սիրով կատարում են այդ աշխատանքը եւ այստեղ որևէ կարծում եմ խնդիր չպիտի առաջանա։ Դուք գնացեք, աշխատեք, ինչու՞մն է խնդիրը։ Տարիներ շարունակ տանում են մեքենան լվանալու, լվանում են հայ տղաներ։ Հիմա հայ տղաները այդ գումարով չեն ուզում լվանում են հնդիկները։ Դե թող լվանան, աշխատող են, իմիջիայլոց հնդիկները շատ աշխատող ժողովուրդ են եւ այստեղ հնդիկներին մեղադրել, որ իրենք աշխատող են, դա բառացիորեն անարդարացի է։ Դուք աշխատեք, հնդիկներին տեղ մի թողեք։ Հիմա այսպես ասենք, լավ։ Հիմա կասեք նրանք էժան են աշխատում, դե ցավոք ոչ ոքս էլ մեր երազած աշխատավարձը չենք ստանում։ Միշտ էլ քիչ է, ինչ է ստանալ, միշտ է մարդու համար միշտ քիչ է։ Եվ հաշվի առնելով, որ որոշակի թանկացումներ են տեղի ունեցել ամբողջ աշխարհում եւ մեր երկրում, բայց աշխատավարձը չի բարձրացել, բոլորիս մոտ էլ խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ պետք է ասենք ինչու են մյուսները աշխատում։ Բայց փոխարենը մենք ոչինչ չանենք։ Եկեք սկսենք մեզնից։ Լավ, Վարդուշ Մաթևոսյանն է մուտք գործում Հանրային ռադիոյի հրապարակ։ Բարի լույս ու տոնական տրամադրություն բոլորիս օրը թող լինի սիրով, ջերմությամբ եւ ուրախությամբ լցված։ Հենց այս պահին աշխատանքի մեջ եմ, չնայած տոնական օրվան։ 66 տարեկան եմ, սիրում եմ աշխատել ու ինչքան ինձ հիշում եմ, միշտ աշխատել եմ ու դեռ աշխատում եմ։ Հենց աշխատանքի տեղում էլ երկար տարիներ է օրս անցնում է աշխատանքի ու ռադիոյի հետ։ Շնորհավոր բոլորիս մայիսի 1-ը։ Ուրա, ուրա, Կեցե մայիսի 1-ը ապակուց այն կողմ իրենց աշխատանքն են կատարում մեր գործընկերներ Լուսինե Նորեկյանը, Աննա Սահակյանը, Հովհաննիսյանը, Աննա ջան, ներողություն, խառնեցինք հասկանում։ Եվ Հրաչյա Սահակյանը։ Ուրա ընկերներ։ Ուրա ընկերներ, շնորհակալություն ձեզ, մաղթում ենք տոնական աշխատանքային օր, որովհետև մեր անխափան եթերն ապահովում եք դուք եւ ամբողջ օրվա ընթացքում եթերացանցն եք ապահովում։ Վարդուշը վառ օրինակ է, որ եթե զբաղվում ես սիրած այդ աշխատանքով եւ սիրում ես աշխատանքդ, ապա շատ լավ է լինել։ Այստեղ շատ կարեւոր է, որ սիրես քո աշխատանքը, համամիտ ես։ Ես չեմ կարող գտնել, ասենք, պատկերացնել մարդ, ով չսիրի իր աշխատանքը, բայց աշխատի։ Դե աշխատում են, բայց օրինակ եթե ես զբաղվեմ իմ չսիրած աշխատանքով, Քանակ որը կլինի դա։ Աշխարհի ամենաթամբալ աշխատողը կլինեմ։ Շատ հարցեր։ Դե գիտես, այդ վարչարարը նկատի ունեմ բանկում, չոր պետական բանկում էլ սիրողներ կան այդ աշխատանքի։ Իհարկե իրենց բնույթն է դա, իմը չի, ինձ նախ ես չեմ հասցնի ձանձրանամ բանկում, հաջորդ օրը ինձ կազատեն աշխատանքի։ Չարություն կանեմ, կազատեն աշխատանքի։ Պատրաստվեք ինտերակտիվ խաղի 553702, իսկ պայմանները, կանոնները քիչ անց
Սուրճ ու սեր առավոտից։ 10:18 րոպե դուք լսում եք Հանրայինի առաջին ալիքը։ Այո, եւ հրապարակ է մտնում Հանրային ռադիոյի ուղիղ եթերի ստուդիա է մտնում Հանրային ռադիոյի գործադիր պրոդյուսեր Հակոբ Ռուբինյանը։ Քայլերք են հնչում հիմա ձեզ համար հատուկ։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ շնորհավոր։ Շնորհակալություն։ Ես ուղղակի ուզում եմ բացատրել մեր ունկնդիրներին Մենք ձեզ բերման ենք ենթարկել։ Այո, հենց այդ բառակապակցությունները իդեպ ուզում եմ օգտագործել։ Ուրեմն սիրելի ռադիո լսողներ եւ նրանք, ովքեր մեզ դիտում են այս պահին մեր live stream-ում, անկեղծ ասեմ, ես եկա ուղղակի, որ իմ գործընկերներին շնորհավորեմ այս օրվա հետ կապված եւ նրանց հանձնեմ ահա այս աշխատանքային գործիքները, գրիչները, խնդրեմ։ Ծափարություններ են հնչում մեր եթերում։ Մյուսը Տիգրանին, բայց նրանք ինձ բերման ենթարկեցին եւ ես այսպես համապատրաստից հայտնվեցի մեր։ Եվ շատ ուրախ ենք, որ դուք հայտնվեցիք։ Շնորհակալ ենք նվերի համար։ Այսպիսի հիմնարկում պետք է աշխատել։ Այսպես պրոդյուսեր պետք է ունենալ։ Ահա։ Պարոն Ռուբինյան, մենք այսօր հարցնում ենք բոլորին, աշխատավոր մարդը կարող է բողոքել, ասել աշխատանք չկա։ Ինչ եք կարծում։ Դե ցանկացած մարդ կարող է բողոքել, սակայն իմաստը իրականում ես վաղուց եմ համոզվել, թե իմ անձնական փորձով, թե ուրիշների փորձով, որ եթե ցանկանում ես աշխատել, միգուցե ոչ լավագույն տարբերակը, միգուցե ոչ լավագույն վճարման պայմաններով կամ աշխատանքային պայմաններով, բայց բացարձակապես, այսպես ասած, պարապ չես մնա, եթե ցանկություն ունես աշխատել։ Թեպետ ցանկալի է լիարժեք երջանիկ լինելու համար սիրած գործով զբաղվել։ Ձեր առաջին աշխատավարձը կհիշեք։ Որքան է եղել։ Որ թվականին։ Դա 1 վայրկյան։ Դա 1990 թվականն էր։ Հա, ես մի փոքր այնքան էլ երիտասարդ չեմ։ Հայաստան հեռուստաընկերությունը։ Մենք էլ ենք էսի որ։ Դրանից շուտ, դեռ պարզապես այն ժամանակ դե կոչվում էր հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտե։ Ահա, դուք եք ռուբլիով ստացել փաստորեն։ Իհարկե, իհարկե։ Ես ստացել եմ Ինչքան է ձերը։ Դա եմ ուզում հիշել, եթե չեմ սխալվում 220 ռուբլի էր, թե ինչ էր, ավագ խմբագրի աշխատավարձով, հա։ Ավագ խմբագրի հաստիկով ընդունվեցի աշխատանքի։ Եթե մեկ հաղորդման համար ստանում եմ ես 42 ռուբլի, ապա հաստիկով խմբագիրը կստանամ։ Ես էլ գիտեի, ես եմ օլիգարխ։ Եվ ասենք, որ այդ ժամանակ Երևան-Մոսկվա չվերթը 16 ռուբլի էր։ Այո, իսկ ուսանողների համար էլ ավելի քիչ, որովհետև կային ուսանողական զեղչեր, եթե դու ունեիր ուսանողական տոմս։ Արդեն ուսանող չէի։ Ես ընդունվեցի եւ սկսեցի իմ աշխատանքը լուսահոգի Ռոբերտ Մավիսակալյանի ղեկավարությամբ Նորալիկ խմբագրությունում, նա ես այն ժամանակ դեռ 5-րդ կուրսում չէի ավարտել, մեզ մոտ դասավանդում էր, այդպես հրավիրեց գնացի։ Եթե չընտրեիք մեդիայի ոլորտը, որ ոլորտում կհայտնվեիք։ Դժվարանում եմ ասել, բայց երևի պատմաբանություն, միգուցե իրավաբանություն, որովհետև ծայրահեղ դեպքում աշխարհագրություն, որտեղ դրանք իմ սիրած առարկաներն էին։ Իսկ որը որ ձեզ ամենաշատը դուր չէր գալիս, այ որ աշխատանքը չեք կարող ուղղակի կամ ձեզ կհեռացնեին ոնց որ ինձ։ Ես չեմ կարող կատարել աշխատանք, ընդ որում այդ թվում նաև ենթադրենք մասնագիտական, եթե դա ամեն օր նույն բանը պետք է անես։ Այլ կերպ ասած, օրինակ, որևէ, ասենք, կոմերցիոն կառույցում որտեղ կվճարեն 5 անգամ ավելի շատ, քան ենթադրենք այս պահին են վճարվում կամ մեկ այլ աշխատանքի պարագայում, բայց դու պետք է անես ենթադրենք մամուլի պատասխանատու, ով ամեն օր ինչ որ սխեմաներ, աղյուսակներ եւ այլն ուղակի տարածում է լճացում ենք, չէ՞, այդտեղ մի տեսակ սարսափելի։ Եվ ի վերջո մայիսի 1-ի հետ կապված ինչ կհիշեք։ Մայիսի 1-ի հետ կապված ես իդեպ դուք որ եթեր մտաք եւ առաջին մեր ունկնդրինով զանգարեց այդ հարցը տվեցիք, ես սկսեցի մտածել, թե օրինակ ես ինչ կպատասխանեի, ինչ իմանայի, որ իսկապես պետք կգա։ Մենք կանխատեսելի։ Հա, դուք մի փոքր դավադիր քայլ արեցիք այսօր ինձ այսպես ներքաշելով։ Ուրեմն դպրոցական էի երևի 6-րդ դասարան կամ 5-րդ, վստահ չեմ հիշում, եկան դպրոցում ասացին, որ մայիսի 1-ին պետք է շքերթին մասնակցեն աշխատավորության, այո, գալիս ընտրում էին, ասին ով է լավ քայլում, մի 5-6 հոգու ընտրեցին, ընտրվածներից մեկը, ընտրյալներից մեկը ես էի, նախորդ օրը պետք է փորձ անեին, փորձի ժամանակ արևի հարված ստացա այսպես գլխապտույտ կիսաուշաթափություն եւ այլն։ Լոզունգ չունեք պաստառ թաքնվեք արևից։ Չէ, արևը շատ ուժեղ էր եւ պաստառներն էլ այսպես հորիզոնական էին, դժվար էր հովանոցի կերպ օգտագործել։ Տանջել են էլի։ Այո, իմ մայիսի 1-ի հետ կապված շատ ուրախ հիշողություն ունեմ։ Հարվածային, հա, հիշողություն ունեմ։ Շնորհակալ ենք ձեզ, պարոն Ռուբինյան։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Շնորհակալ ենք հրաշալի նվերի համար։ Ուշադրությունը ամենակարևոր բանն է այս կյանքում եւ շնորհակալ ենք, որ այդքան ուշադիր եք։
Ես իդեպ ձեզ ասի շնորհակալություն թե հրավերի համար, չնայած դրա համար երևի նկատողություն հետո կստանաք դավադիր քայլանելով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր եւ ձեզ երկուսիդ եւ ձեր մյուս երկու գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր կադրից դուրս են, այս առավոտյան ծրագիրը իրականացնելու համար, դա ասում եմ արդեն թե որպես ռադիոլսող, թե ի պաշտոն է։ Շնորհակալ ենք ձեզ բարի աշխատանքային օր, չնայած որ ոչ աշխատանքային է։ Եվ իմ սրտին ընկեր դարձի Ես առանց քեզ չկամ կարծես Եվ առանց քեզ դատարկեմ տես Դու անավարտ խոսքերը քո բացատրիր Անխոս մի հեռացիր Դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը տուրից սերը քո Սպասում եմ ես դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը տուրից սերը քո Սիրում եմ ես քեզ Ամեն մի տեղ ամեն վայրկյան Իրար կանչող սրտեր շատկան Սուրճ ու սեր առավոտից
Ով լսում է մեզ, նա երջանիկ է։ Բարի լույս, սիրելի Բարի լույս բոլորին, 10:28 մենք շարունակում ենք մայիս 1-յան տրամադրությամբ աշխատել հանրայինի ուղիղ եթերում։ Եվ շատ արագ մի քանի գրառում կարդամ ու անցնենք արդեն խաղին, որովհետև սպասեցրեցինք։ Կայանե Այվազբալյանն ասում է շնորհավորում եմ քարից հաց քամող աշխատող ու արարող հայ մարդուն։ Մի քիչ հիմա բարձրացրու։ Արմինե Հովսեփյանն ասում է ինչպես ասեց ձեր պրոդյուսերը, մնացեք մեզ հետ, մնացեք Հայաստանում։ Ուռա ընկերներ, ուռա։ Այսպես ոգևորել ենք, էլի։ Աշնա Հրայրենց անունով օգտատերն ասում է բարի լույս բոլորիս, շնորհավոր մայիսի 1, թող ձեր աշխատանքը լինի արժևորված, ձեր ջանքերը պտղաբեր, իսկ հոգիներդ միշտ լեցուն հավատով ու լույսով, արժանապատիվ ձեր գործը թող բերի խաղաղություն ու սեր։ Եվ ասում է, որ իր ամուսնու ծննդյան տարեդարձն է այսօր, շնորհավորում ենք։ Բոլորին ենք շնորհավորում։ Կարինե Մկրտչյան, բարի լույս բոլորից, շնորհավորում եմ, թող լինի խաղաղության ու հաջողություններով լի տարի, աշխատանք միշտ կա, եթե ցանկություն լինի, աշխատում եմ 45 տարի գրադարանում, գոհ եմ ու երջանիկ կեցեմ, մեր տոնը ուռա, ուռա, ուռա։ Կեցեն հանրային ռադիոյի ունկնդիրները, ուռա։ Այո։ Եվ հիմա արդեն անցնենք Հիմա արդեն մայիս 1-յան ողջույններից անցնենք մեր Եվ ես ուզում եմ փորձարկել իմ այսօրվա նվերը, ստացած գրիչը եւ այս գրանցումները կանեմ այս գրիչը։ Եվ այսպես ինտերակտիվ հատուկ մեր ռադիոլսողների համար, նրանց համար ովքեր հենց այս բանին միացել են մեզ, բացատրենք կանոնները։ Այժմ սկզբից կարող է մի քիչ խուճուճ թվալ ինչպես իմ մազերն են, բայց շատ հեշտ խաղ է։ Տեսեք։ Ռադիոլսողը զանգարում է մեզ։ Դա առաջին նախապայմանը։ Հետո որոշում է մեզանից ով է դուրս գալու տաղավարից։ Ինչու է դուրս գալու տաղավարից, որովհետև ով որ դուրս գա տաղավարից, նա պետք է փորձի գուշակել, չլսի թե դուք ինչ պատասխաններ եք տալիս եւ փորձի գուշակել ճիշտ ձեր պատասխանները։ Մենք ասելու ենք նախադասություններ եւ այդ նախադասությունները կիսատ ենք թողնելու, դուք շարունակելու եք։ Այսինքն 5 նախադասություն կիսատ դուք շարունակելու եք։ Այնուհետև մեզանից մեկնումեկը երբ կվերադառնա տաղավար, նույն հարցերը կուղեք նրան։ Այո, եւ կփորձի համընկնումներ եթե լինեն, ուրեմն դուք հաղթել եք։ Ես ձեզ մեկ գաղտնիք բացեմ։ Փորձեք այնպիսի պատասխաններ տալ, որոնք ավելի ընդհանուր են։ Չէ, բայց երկար բարակ թող չմտածեք։ Առաջին միտքը եկավ ձեր գլխում միանգամից հնչեցնում։ Իմիջիալոց 1-2 բառով, ոչ ավել, սիրելի ռադիոլսողներ, եւ մենք սպասում ենք ձեր զանգերին 553702 զանգարեք, որ խաղանք թեման աշխատանքն է, ասեմ ձեզ։ Հերու չենք գնացել, թեմատիկան պահել ենք։ Իդեպ ինչ կզանգահարեն մեր ռադիոլսողները, ես կարծում եմ, որ այսօր խցանումներ չկան, չէ, որովհետեւ ինձ թվում է մեր կյանքի ամենակարճ ընթացքն էր այսօր, մենք շատ արագ եւ առանց խոտանների ու խնդիրների Եթե լիներ պարատ, կլիներ խցանում, բայց այո, այն ժամանակ շքերթների պատճառով փակ էին ճանապարհները։ Զանգահարում եք 553702 Զանգահարեք եւ փորձեք շարունակել մեր 5 նախադասությունը։ Սուրճ ու սեր առավոտից։
19:33 րոպե 55:37 ողջունենք ռադիոլսողին, ով այս պահին միացել է մեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ով է մեզ միացել։ Ես նորից Ուսյան Մանուշակն եմ միացել։ Ձեր հարցերին պատասխանեմ։ Ինչ հաճելի է։ Դե ասեք ում հետ եք խաղում։ Ով է մեզանից լքում տաղավարը ում հետ եք խաղալու։ Ես կուզեմ դու դուրս գաս Տիգրան, որովհետև մենք ոնց որ ունենք համընկնող տեսակներ։ Դե գնացի, ես հիմա դուրս եմ գալիս։ Այս շատ լավ բռնել եք խաղի իմաստը եւ շատ ճիշտ որոշում կայացրեցիք, եթե մտածում եք, որ Տիգրանը կարող է զգալ եւ պատասխանները գրեթե նույնը լինեն, դե ինչ պատրաստ եք։ Անպայման։ Եթե պատրաստ եք, ապա գնացինք։ Գնացինք։ Երբ գնում եմ աշխատանքի, որովհետև ինձ հաճելի աշխատել։ Հաճելի է աշխատել։ Չէ, երբ։ Երբ։ Այո։ Դեր հանրային ռադիոյի ամեն երգը հայկական։ Չէ, երկու բառով։ Երբ գնում եմ աշխատանքի, Երգելով նկատի ունեք։ Չէ, ուղղակի հիմա շարունակում ենք նախադասությունը։ Երբ գնում եմ աշխատանքի, ինչ եք անում։ Չեղավ։ Ինչ եք անում, երբ գնում եք աշխատանքի։ Աշխատելու։ Աշխատում եմ, լավ։ Առաջին պատասխանն ունենք։ Հիմա հաջորդը ուշադիր։ Աշխատանքից հետո ես լսում եմ հանրային։ Լսում եմ հանրային։ Երրորդ հարցը։ Աշխատանքն ինձ համար։ Աշխատանքն ինձ համար կյանքի իմաստ է։ Կյանքի իմաստ է։ Չորրորդ հարցը։ Ես աշխատանքի վայրում միշտ լսում եմ ձեզ սերն ու սուրճ հաղորդումը։ Լավ, եւ վերջին հարցը։ Արձակուրդի ժամանակ, երբ զանգահարում են աշխատավայրից, չնայած չեմ աշխատել այնպիսի տեղ, որ ինձ զանգահարեն, կապ չունի։ Զանգահարեն միշտ պատրաստ եմ օգնելու։ Լավ, փաստորեն։ Օգնելու։ Ինչ անենք, Տիգրանին կանչենք։ Կանչենք։ Տիգրան, խնդրում եմ Լուսինե Նորեկյանին, որպեսզի Տիգրանին կանչի, որովհետև Տիգրան ընդհանրապես մեզ չէր լսում, որպեսզի ամեն ինչ արդար լինի։ Դե ինչ պատրաստ եք, որպեսզի հիմա տեսնենք Տիգրանը ճիշտ է պատասխանում, թե ոչ։ Ես վերադարձա։ Հիմա ես պիտի այս պահերը հասկանամ, այո, որպեսզի հասկանանք։ Տիգրան ջան, պատրաստ ես, չէ։ Պատրաստ։ Գնացինք։ Երբ գնում եմ աշխատանքի, ես աշխատում եմ։ Բրավո! Այստեղ ծափեր, առաջին համընկնումն ունենք հենց առաջին անգամից։ Այո։ Հաջորդ հարցն եմ հնչեցնելու հիմա։ Աշխատանքից հետո ես հանգստանում եմ։ Այսինքն 1-ից 5 համընկնում էր պետք։ Չէ, դուք արդեն բավականին այսպես հաջողացրել եք։ Հաջորդը աշխատանքն ինձ համար տոն է։ Հասկացա։ Կրկին համընկնում չեղավ։ Չորրորդը ես աշխատանքի վայրում շփվում եմ։ Հանրայինի հետ, լավ, ես էլ ընդունենք, լսում եմ ես, Տիգրան ջան։ Հաջորդը եւ վերջին հարցը, արձակուրդի ժամանակ, երբ զանգահարում են աշխատավայրից, ես անջատում եմ զանգը։ Չէ, Տիգրան, չեղավ։ Բայց չէ, որ ես գնացել եմ հանգստանալու։ Դուք միշտ պատրաստ եք օգնելու։ Համաձայն չեմ։ Դուք այդպես մի ասեք։ Թողեք մարդ հանգստանա ախր։ Բայց եկեք ծափահարություններ մեր ռադիոյի։ Աստորը մենք ունեցանք մեկ համընկնում։ Բայց դա էլ է բան, կարևորը մեկ համընկնում կա, շնորհավորում ենք ձեզ։ Դուք շահեցիք այս պահին ողջունելու հնարավորություն մեր ուղիղ եթերից։ Ում եք ողջունում։ Ողջունում եմ ամբողջ հայազգին, որ մայիսի 1-ը ոչ թե լինի մենակ աշխատանքային, այլ թող ամեն օր լինի մենակ խաղաղության օր։ Շնորհակալություն, հրաշալի ողջույններ։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ եւ մասնակցեցիք մեզ խաղի առաջին թողարկմանը։ Քիչ անց։ Բայց լավ էր, իմիջիալոց այստեղ ռադիո լսողներից Լիլիա Պետրոսյանը հետաքրքիր պատմություն է հիշել իր մայիս 1-յան
օրերից մեկից։ Բարև սիրելիներ, մայիս 1-յան հուշերի առավոտ է։ Առաջին աշխատանքային օրս անմոռանալի էր։ Դպրոցից հետո ընդունվել էի գործարանում աշխատանքի։ Մայրս ընդմիջման համար ուտելիք էր պատրաստել։ Հանկարծ տեղամասի ռադիոն, փաստորեն այն ժամանակ գործարաններ տեղամասային ռադիոներ են եղել, հասկանում ես։ Տեղամասի ռադիոն հայտարարեց անուն ազգանունս, ասելով, որ ընդունարանում սպասող կա։ Շատ զարմացա, իջա ներքև, պատկերացնում եք, մայրս էր կանգնած, կես մատնաքաշ ձեռքին, ասեց, որ մոռացել էր։ Այդ օրվանից երբ ինձ վերաբերող հարց էր լինում, ասում էին այն աղջիկը, որ մաման հաց էր բերել։ Տեսնում ես, այո։ Լյովիկ Կոշբեկյանն է ջերմ ողջույններ ուղարկում, ասում է ուրախ տոն բոլորիս, այո, եթե չաշխատես, տոնն էլ տոն չի լինի, ով ուզում է աշխատել, գտնում է աշխատանք, ով չի ուզում, նա փնտրում է պատճառ եւ ով ինչ փնտրում է, այն էլ գտնում է։ Սա թեորեմա չի, այլ աքսիոմա։ Եղեք օրհնված, շնորհակալություն Լյովիկ։ Եվ կրկին ասենք բարի լուսին կադրին, դուք եթերում եք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ով է մեզ միացել։ Աննս Կարինե։ Հաճելի է Տիկին շատ։ Կարինեն է մեզ միացել, շատ ուրախ ենք Տիկին Կարինե։ Մայիսի 1-ի հետ կապված ինչ կպատմեք մեզ եւ արդյոք պատրաստ եք խաղալու։ Առաջին միտք խաղը։ Պատրաստ եմ ինչի հետ կապված։ Մայիսի 1-ի հետ ինչ կհիշեք։ Մայիսի 1-ի հետ կապված։ Այո։ Վանգարողը ճիշտ ասեց, որ աշխատել է ուզում աշխատանք միշտ, ով չի ուզում պատճառը փնտրում չաշխատելու համար։ Իսկ դուք պատրաստ եք մեր խաղին։ Իհարկե։ Ահա, ես եմ դե դուրս գալիս, որովհետև Տիգրանն արդեն դուրս է եկել։ Գուցե չէ, ցանկությունը ձերն է։ Մեզանից ով է լքում տաղավարն, ասեք։ Ում հետ կուզեք խաղալ։ Ձեր հետ։ Այսինքն Լուսինեն դուրս գա, ինձ հետ խաղանք։ Ձեզանը մի քիչ լավ չեմ ասում, նորից խնդրեմ կրկին։ Տիգրանը դուրս գա տաղավարից, թե ես։ Դուք ում հետ, այսինքն եկեք այս անգամ փորձենք Տիգրանի հետ խաղալ։ Ահա, շատ լավ։ Շատ լավ, հիմա Լուսինեն կլքի տաղավարը։ Ես ձեզ ներկայացնելու եմ փաստորեն 5 նախադասություն, կիսատ նախադասություն, դուք պետք է շարունակեք, այնուհետև Լուսինեն կվերադառնա, նույնը կուղեմ այս հարցերը չէ, նախադասությունները իրեն, եւ եթե լինեն համընկնումներ, կտեսնենք քանի համընկնում մենք կունենանք։ Պատրաստ եք։ Իհարկե։ Գնացինք եւ այսպես, առաջին կիսատ նախադասությունը աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, բայց տանում է կյանքի մեծ մասը։ Ահա, շատ լավ։ Ընդմիջումն ինձ համար Տոն է։ Ահա։ Աշխատանքն ինձ համար Աշխատանքը ինձ համար կյանք է։ Շատ լավ։ Աշխատանքի հաջողությունը պայմանավորված է Հաճախորդի ժպիտով։ Եվ վերջին կիսատ նախադասությունը որպեսզի չաղանամ աշխատանքից ես Որպեսզի ինձ չլինեմ չաղանամ Չաղանամ, իհակ չաղեմ։ Որպեսզի չաղեմ։ Աշխատանքից ես ինչ եմ անում։ Զբաղվում ուտելով։ Շատ լավ, եկեք հրավիրենք Լուսինեին դարձալ տաղավար։ Լուսինե, վերադարձիր։ Լուսինե, ահա։ Լուսինեն վերադարձավ։ Մեզ մոտ այստեղ դռներն այնքան շատ են, որ պետք է հաղթարել բոլոր։ Կանչելու պահը ոնց որ ձմեր, պապի։ Դե բա այդպես է ստացվում։ Հիմա կրկին հնչեցնեմ նախադասությունները Լուսինե ջան։ Դե ռադիոլուսով հիշում եմ։ Փորձեմ հիշել։ Եվ այսպես։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, բայց հոգնեցնում։ Չհամընկնեց։ Ազդանշանը եւս հուշեց այդ մասին։ Ընդմիջումն ինձ համար երջանկություն է։ Ռադիոլուսովի պատասխանը որն էր։ Ընդմիջումն ինձ համար տոն է։ Դե հա նույնն է, արի համարը համընկնում։ Դե ինչ որտեղ, այո։ Աշխատանքն ինձ համար ապրելակերպ է։ Նման է։ Նման է։ Կհիշեցնեք ձեր պատասխանը եւս մեկ անգամ։ Ձեր պատասխանը աշխատանքն ինձ համար։ Ալո։ Ապրելակյանք է, նույն բանն է, Տիգրան ջան։ Աշխատանքի հաջողությունը պայմանավորված է լավ թիմով։
այստեղ չհամընկնեց հաճախորդի ժպիտով։ Հաճախորդի Ատեմ ինչի ժպիտով։ որ հաճախորդի հետ գործ ունենք, ահա։ Հա, համաձայն եմ։ Ահա, եւ վերջին նախադասությունը, որպիսի չաղանամ աշխատանքից, ես Չուշանամ թե չէ, չաղանամ։ չաղանամ, ես փոխել եմ։ Շատ պիտի ուտեմ, ոնց փոխել ես, լավ։ Շատ պիտի ուտեմ։ Քիչ աշխատեմ, շատ ուտեմ։ Համընկնում մոտիկ է աշխատանքից հետո ուտել։ Հա, հետո ուտել։ Եկեք ծափարություն հնչեցնենք ձեզ համար։ Պաստոն 3 համընկնում։ համընկնում կարա, 50-50, 3 համընկնում եք ծափարում ենք։ Եվ ունեք հնարավորություն այս պայն հանրայինի ուղիղ եթերից ձեր ողջույնները հնչեցնել։ Շնորհավորում եմ Ոսչարի ազգին, հիմնականում աշխատող զանգվածին։ Մարդիկ աշխատում են երջանիկ լինելու համար։ Երջանիկ լինելը պարապությունից չէ։ Այո, միանշանակ։ Բարիք է ստեղծում եւ իմ ասած հաճախորդը ժպտում է, դու արդեն երջանիկ ես։ Գեցեք։ Եկեք չաշխատող զանգվածին էլ մաղթեք, որպեսզի աշխատեն։ Գտեք էլ աշխատեն։ Թող աշխատեն։ Գտեք ձեր երազանքի աշխատանքը։ Շնորհակալ։ Շնորհակալ եք, շնորհավորում այսի մեկ։ I'm in love with your body. Last night you were in my room. Every day discovering something brand new. Club isn't the best place to find the lovers, so the bar is where I go. Me and my friends at the table doing shots, drinking fast, and then we talk slow. Come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. 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 Սուրճ ու սեր առավոտից 10:46 րոպե մայիսի 1-յան ողջույն հանրայինի ուղիղ եթերից հրապարակ են մտնում սուրճ ու սեր առավոտից հաղորդման հաղորդավարները Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյանը արի ասենք Իսկանդերները Չէ, լավ, չէ Լավ իմաստով նկատի ունի Այ դա պետք չի, դա մենք չենք Հրայր Հարությունյանն է գրում է սիրելիներ բայց ուն դուրս է Դե հիմա գուցե այսպես է Սիրելի Տիգրան եւ Լուսինե ջան դուք որպես հաղորդավար զույգ անկրկնելի եք եւ որևէ մեկիդ բացակայությունն ակնհայտ ազդում է ոչ միայն մեր, այլև հենց ձեր հաղորդման որակի վրա սրտանց ցանկանում եմ երկար տարիների փայլուն աշխատանք որպես դուետ շնորհավոր շնորհակալ ենք անչափ շնորհակալ Նման խոսքերից հետո էլ ինչ աշխատավարձ ծափարություններ Շնորհակալ եք ունկնդրից իհարկե Ինչից ես ամեն ինչ շատ նյարդայնանում առհասարակ հա աշխատավայրում Չէ աշխատավայրում ես չեմ նյարդայնում աշխատավայրում ես վայելում եմ աշխատանքը Ես լսեցի ինչ ասեցի Լսեցի Եվ որ տենց լինի բոլորը մեկը մեկին կարող է նյարդայնալ Հա ես էլ եմ նյարդայնացնում ես համ նյարդայնանում եմ համ նյարդայնացնում եմ դու գոնե չես նյարդայնանում բայց նյարդայնացնում Թխիր թող գա Թխիր Ուրա ափսոս են ճպոցը չլսվեց եթերում Բայց ինչև է էդ էլ չէ հուշերից Ինձ նյարդայնացնում եմ երբ մեքենա եղեկին եմ երբ տեսնում եմ արխիվի վարորդները ինչ են անում այդ ժամանակ նյարդայնանում Իսկ ինձ առհասարակ կյանքում աշխատանքում եւ ընդհանրապես հարաբերություններում նյարդայնացնում է անարդարությունը
Գործի անարդարությունը։ Այս ֆոնը ոնց որ դու նորից եկել ես, չէ՞։ Երևան քայլերքն է հնչում։ Շատ էսպես հետաքրքիր ուրիշ այդ բառը անգլերեն mood է ստեղծում։ Չէ, մայիսի 1-ի ընթվերի mood բան, տենց բաներ չկար։ Լավ, քանի որ խոսում ենք աշխատանքից, ապա ես Աբոյին խնդրեցի, նա ամենատարօրինակ, այսպես ասած, աշխատանքի հետ կապված հետաքրքիր երևույթներ առանձնացրել, ասում է կա չտեսանելի աշխատանք, լսել էիր այդպիսի բան։ Իրականում դու առնչվել ես ամեն օր ես առնչվում այդ չտեսանելի աշխատանքին, բայց մտքովդ չի անցնում, որ այն կոչվում է չտեսանելի աշխատանք, խոսքը գնում է շատ մարդիկ, հատկապես կանայք, կատարում են տնային աշխատանք, խնամք կամ համակարգման գործեր, որոնք երբեք չեն ճանաչվում որպես իրական աշխատանք, բայց դրանք հաճախ ավելի ծանր են, քան իրական աշխատանքներ։ Իզուր չի, որ կանանցից շատերն ասում են գնում եմ աշխատանքի, որ հանգստանամ։ Ինձ թվաց մրջյունների մասին է խոսքը, ովքեր չտեսանելի աշխատանք են կատարում։ Բուն աշխատում, տանը գործի տեղը, տղամարդիկ գործի տեղը աշխատում են, տանը հանգստանում են, ասում են գործից եկել եմ շատ հոգնած եմ, դե ինչ անդետես ինչ ես անում, համ գործից հետո, համ գնում են ընկերների հանդիպման ծանր աշխատանք են կատարում, ինչ վիրտուալ աշխատանքը անվերջանալի աշխատաժամերով տեխնոլոգիական աշխատողներին մշտապես հասանելի է դարձրել եւ ինչն առաջացրել է քնի պակաս ու աշխատանքի անձնական կյանքի մեջ ներխուժում, որովհետեւ երբ դու այսպես ասած ֆրիլանսեր ես եւ ինքդ ես կանոնակարգում քո ժամանակը, ապա չենք մոռանում նրա մասին, որ կարող ես ճիշտ չբաշխել եւ ստացվի, որ քնիդ հաշվին գործ ես անում, որովհետեւ ցերեկը չգիտեմ ինչով էիր զբաղված փոխանակ աշխատեիր։ Բացարձակ լռություն գրասենյակում, մինիմալ ձայնի քաղաքականություն, որոշ գրասենյակներում այնքան խիստ լռություն է պահպանվում, որ աշխատակիցները հաղորդակցվում են միայն էլեկտրոնային նամակներով, նույնիսկ եթե նստում են կողք կողքի։ Եթե աշխատում ես քո սրահում, այո։ Լսի, այդպես մի ասա, ես հիշեցի Չեխիայի ռադիոկայանը եւ Բուդապեշտի ռադիոկայանը աշխատում էին, բայց լռություն կար տարօրինակ, որը մեզ համար մի քիչ անսովոր էր, հատկապես լրատվական հատվածում։ Արհեստական բանականությունը նեղացել է եւ խանդի տեսարանները ստեղծել։ Ոյ, նեղաց կուտի, այո, նեղանում ենք ինչ ծեր նեղացել ինքը։ Գրանցվել է դեպք։ Ասում են իր հետ պետք է շատ լավ վարվես, որպեսզի քեզ ճիշտ ինֆորմացիա տա, այսինքն լավ պիտի լինես հետը։ Հետո էլ ասում են մի խոսքով վտանգավոր, ինչ խոսք, լավ գնանք առաջ, անիմաստ աշխատանք, լսել էիր այդպիսի բան, դա Դեյվիդ Գրեբերի գաղափարն է, աշխատանքներ, որոնց կատարողները վստահ են, որ իրենց գործն իսկապես որևէ նշանակություն չունի, բայց այն դեռ գոյություն ունի համակարգի պատճառով։ Իրականում այդպիսի ուռճացված բաներ կան, ամբողջ աշխարհում կան այդ ուռճացված բաներ, որ կարող են չլինել։ Օրինակ, ադմինիստրատորը ունի ադմինիստրատոր, ադմինիստրատորը ունի օգնական, ադմինիստրատորի օգնականը ունի օգնական, մի խոսքով, ես պատկերացրու դու լիներ։ Երբևէ տեսել ես ես նախանձեմ։ Լավ, աշխատանքից կախվածություն կա, ոմանց համար աշխատանքը դառնում է կախվածություն, ինչպես ալկոհոլը կամ խաղամոլությունը, նրանք չեն կարողանում հանգստանալ եւ մեղք են զգում, երբ չեն աշխատում։ Աբոն դա չի հասկանա, որովհետեւ ինքը չի աշխատում։ Աշխատում է, մեզ համար է աշխատում, լսի, ինչի մասին է խոսքը, մի ասա այդպիսի բան։ Այստեղ նաև ուզում եմ ասել, որ ամենակիչ, այսպես ասած, ամենակիչ աշխատող երկրներից են Գերմանիան եւ Նիդերլանդները։ Նրանք քիչ են աշխատում։ Տեսնում ես ինչ։ Դե թող մեզանից օրինակ վերցնենք։ Իմիջիալոց Գերմանիայում աշխատավայրում պաղպաղակ ուտելու հատուկ ժամեր կան, գիտեիր։ Գիտեի։ Էլ ինչ։ Չինաստանում էլ հատուկ քնելու ժամեր կա, հետո։ Միացյալ Նահանգներում էլ պաղպաղակ կոնը հետևից գրպանում դնելը օրինապես արգելված է։ Դա մայիսի 1-ից ինչ կա։ Իսկ Իտալիայում կանանց բարձրակրունկների սահմանափակում կա որոշ աշխատավայրերում։ Կոշկակարը Կանադայում ունի հանգստյան օրեր, դա պիտի ունենա բահոչի լինելու։ Շվեդիայում տարօրինակ բան կա, այնտեղ որոշակի այլ հարաբերությունների համար աշխատանքի ժամին կա սահմանված ժամանակացած, բայց ուզում եմ անդրադառնալ մեդիայի մեր ոլորտի ներկայացուցիչներին, Տիգրան։ Մենք օր ու ժամ չունենք, տոնական օրերին աշխատում ենք, սիրով ենք դա անում, բայց եթե դիտարկենք, ապա մեզ մոտ ամեն շատ խառն է, բայց մենք երջանիկ ենք, որովհետև զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով։ Ինչ երգ է։ Ուռա։ За побережьем море, море за морем, горы круче в небе, шальные птицы, им бы только не разбиться, но вероятен случай. Ты все начнешь сначала, ты с ума свела немало, я все пойму однажды, потому что мне не важно, что есть шальные птицы и что это не годится, может я тот отважный.
поможет, и ты не будешь больше отшельницей любви. За океаном реки, за рекой леса горы, то, что стоит навеки, остальное разговоры. Ты все поймешь однажды, а уже когда не важно, но может очень скоро ты сама собою где-то будто бы буря в море. Не сможешь быть другою, это точно я не скрою. В небе шалеют птицы, в море болтают рыбы, им лишь бы с кем-то спорить. Где ты скитаешься, но где скрываешься ты от людей? Возьми меня с собой, я тот безумный, видимо, я могу быть с тобой. Ой, 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 просто ты одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. Սուրճ ու սեր առավոտից։ Հերացող եթերաժամի վերջին րոպեներն են եւ այս պահին մեզ է միանում մեր մշտական ռադիոլսող Հերիկնազ Գևորգյանը։ Տեսնենք ինչ է գրում Հերիկնազը։ Ես կարդացել եմ արդեն։ Բարի լույս, շնորհավոր բոլորիս մայիսի 1-ը սա հասկացանք։ Մի լավ հուշ է մեզ ներկայացնում Հերիկնազը։ Մեր խմբում շուտով քաղաքատիպ Արտենի Ավանից Լիլիկը ուշադրություն ձողին ամրացված ասեղ ուներ եւ առաջանալով բոլոր փուչիկները պայթեցնում էր։ Այ Լիլիկ ջան, ինչի։ Ինչու էր ստանում այդ գործը։ Հերիկնազ դե հերիք է։ Դե հերիք է, դե բավական է, լսենք զանգ բարի լույս ունկնդի դուք եթերում եք։ Բարի լույս։ Բարի լույս։ Իհարկե Արտաշատից ողջույններ։ Այո, քո այս երկով դու ինձ հիշեցրեցիր 1990-ականների սկզբին Լեոնիդ Ագուտինի Հայաստանում եւ նրա տված ծավալուն հարցազրույցը քեզ։ Իհարկե։ Ես առաջինն էի, որ նրանց հարցազրույց վերցրեցի։ Շնորհակալ եմ, որ հիշում եք։ Շնորհավորել ձեզ աշխատողների օրվա արդիվ, իրականում դուք շատ եք աշխատում, շնորհակալ ենք այն ուժի համար, այն էներգիայի համար, որ Աստված տվել է ձեզ, եւ դեռ ինչքան ուժեր կունենաք աշխատելու ունկնդրի համար, եւ ուզում եմ մաղթել ամենակարևորը առողջություն եւ ուժ ու անսպառ ուժ, որ դուք երբեք չհոգնեք մեզանից, մենք էլ ձեզանից։ Մենք ձեզնից չենք հոգնի։ Ամենալավն ու բարին եմ մաղթում բոլորից եւ մաղթում եմ, որ անակնկալներով լիքը օր եւ օրվա ավարտ բոլորից լավ եղեք սիրելիներ։ Կեցեք։ Շնորհակալություն։ Ոնց կարող ենք այսպիսի զանգը չհեռացնել։ Վերջին ակորդներ, հա։ Վերջին ակորդը։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում Տիգրան ջան, մենք այսօր չենք ճշտել։ Բաց էի վերջո այդ ճանապարհը թե ոչ։ Դու անհամբեր սպասում ես, որ բաց լինի, չէ՞։ Ոչ, փակ է։ Տիգրան, այսօր նույնիսկ մայիսի 1-ն է, հասկանում ես։ Դեռ փակ է։ Իդեպ եղանակի մասին հասկանանք ինչպիսի օր է սպասում, ինչպիսի տոնական օր է սպասում։ Այս պահին Երևանում 19 աստիճան է, օրվա ընթացքում կբարձրանա մինչև 24, ինչ վերաբերում է հանրապետության տարածքին, ապա մայիսի 1-ի ցերեկը սելներս շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Նույնը կարելի ասել Երևանի մասին, բայց կարճատև անձրևը կլինի երեկոյան։ Ցերեկը անձրև չի սպառնում, այնպես որ վայելում ենք լավ եղանակը եւ վայելում ենք լավ տրամադրություն, հատկապես որ օրը աշխատանքային չեխցանումներ չկան, կարող եք վայելել գեղեցիկ քաղաքը եւ շրջել քաղաքով մեկ ընկնել հաճելի հուշերի։ Իսկ մենք ավարտում ենք մեր աշխատանքը հանրայինի տոնական եթերում, ձեզ եւս մեկ անգամ մաղթում ենք աշխատանքային հաջողություններով բեղուն օրեր։ Եվ ավարտին ուզում եմ հիշել մի կարևոր խոսք, ասում եմ, եթե ուզում ես երջանիկ լինել, հոբին դարձրու աշխատանք, որպեսզի զբաղվես սիրելի գործով եւ աշխատավարձ ստանաս։ Կհանդիպենք։ Մնացեք հանրայինի հետ, Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան։